Ողջույն բոլորին։ Այսօր մենք կպատրաստենք միասին փանքեյք առաջին անգամ առանց մայրիկի օգնության։ Եվ վերջում հայրիկս կգնահատի համեղ էր ստացվել, թե ոչ։ Ներկայացնեմ բաղադրիչները։ Կաթ, մածուն, ալյուր, վանիլին, խմորի փխրեցուցիչ, ձու, շաքարավազ, աղ, սոդա և ձեթ։ Գնոց։ Առաջին հերթին կոտրում ենք ձուն։ Ձփած ձվին ավելացնում ենք 4 կթալ շաքարավազ։ Եվ նորից հարում։ Ձվին և շաքարավազին ավելացնում եմ կաթ և մածուն, ցանկալի է, որ լինեն գոլ վիճակում։ Եվ մածունին ավելացնում եմ մի փոքր սոդա։ Ես կանալացնեմ։ Այս զանգվածին ավելացնում ենք ալյուր, իսկ ալյուրի մեջ ավելացնում ենք վանիլին և փխրեցուցիչ։ Խոհարարները թող խիստ չդատեն։ Մոտավոր պետք է ստանանք այսպիսի զանգված և ամենավերջում ավելացնում ենք ձեթ։ Դե որ այսքան։ Եվ նորից խառնում։ Սպասում ենք 10 րոպե և անցնում ենք եփելու։ Պապայի հարազել է, ասրի որ պետք է ծածկենք։ Այս զանգվածը ծածկում ենք ցելոֆանով, զանգվածը ծածկում ենք և պահում 10 րոպե։ A few moments later. Տարամ! 10 րոպեն անցավ և այժմ կսկսենք պատրաստել։ Երբ սկսում է այսպես պղպջակներ լինել, հասկանում ենք, որ տակը եփել է և ժամանակն է շրջելու։ Տա-դա! Այսպես պետք է ուղղի, որպեսզի հասկանանք, որ մեջը եփել է։ Շարունակում ենք նույն կերպ, պետք է լինեն պղպջակներ,
Anekdot. Ուրեմն այս Փաշինյան։ Ինչ պատմեմ, անեկդոտ չգիտեմ։ Նայեք հայր ջան։ Թողարիու։ Կոց։ Ահա վերջ, պատրաստ են մեր փանքեյքները։ Ես մի քանիսը ձևավորել եմ շոկոլադով եւ բանանով, ինչպես տեսնում եք, իսկ հիմա կտանք հայրիկին եւ նա կհամտեսի։ Ուսակամ եղա ստացվել։ Ինչ կարծիք ես, բաբ, ցույց տուր քո գնահատականը։ Ես արդարացրեցի ինձ։ Այսքանով ավարտում ենք մեր վիդեոն։ Շատ շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Առայժմ կհանդիպենք։